Ենոքյան, 102-ի աշխատանքը ինչու՞մն է կայանում։ Որ արագ արձագանք են ձեր ահազանգերը։ Ահա։ Հիմա 4 անգամ զանգել ենք ու ասել ենք, ներկայացրել ենք փաստերով իհարկե, որ այս Արտաշատի շրջանի գյուղերի վրա ռազմական վերտալյոտներ են պատտվում։ Полный боевой կոմպլեկտով։ Այդտեղ բանա զինավարժություններ է այս գյուղերի վրա, հա? Թե հա, Ես նախ տեղյակ չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ։ Երկրորդը, եթե զանգել եք, զգուշացրել եք, հաստատ ձեր ահազանգը ընդունել են ու համապատասխան մարմիններն է զբաղվում են դրանով։ Համապատասխան մարմինը ոնց համոզված լինենք զբաղվում է, այդ համապատասխան մարմինը ով է, ինչ է իրանից ներկայացնում էլի։ Ուժային կառույցները զբաղվում։ Ուժային կառույցը ով է օրինակ, էլի ուզում ենք հասկանալ։ Ոստիկանությունն է, ծանա։ Ոստիկանությունը, հիմա այդ ոնց եղավ, հասարակ քաղաքացին նկատում է այդ ռազմական այդ վերտալյոտները, հա։ Այս մի երկու ամիս առաջ, այս 3 շի առաջ օրը, 3, այսօր ու փախնում են։ Այսօր էլ ենք զանգում։ Սիմոնյան Ռոբերտ։ Սիմոնյան Ռոբերտ։ Հետո բացի դրանից 102 որ իհարկե կասեմ, որ հասեմ, որ բնակվում եմ, թե հիմա այս պահով խոսում եմ, թե որ հասեն, այլի։ Դուք Իմ որ ասեք ձեր բոլոր պետերից սկսած բոլորն էլ ճանաչում են։ Փաշողլուց բռնած։ Ասեցի Սիմոնյան Ռոբերտ, ձեր համարն էլ հեռա։ Ռոբերտ, ձեր հարցը բնակության կասեք։ Իհարկե կասեմ, բնակության հիմա որտեղ գտնվում եմ։ Այո։ Այդ ուրիշ բան։ Արտաշատում եմ հիմա գտնվում։ Արտաշատ, Թելերյան 21 տուն։ Թելերյան։ Թելերյան, հա։ 21 տուն։ Ձեր պահանջը որ երկնքում վերտալյոտներ են պատտվում, հա։ Ճիշտ եմ։ Եվ ցանկանում եք իմանալ ինչ է կատարվում։ Չէ, բացի դրանից, մի րոպե, բացի դրանից, այդտեղ սահմանն է, այդտեղ զորավարժություններ է, բնակելի տարածքների վրա զորավարժություններ են անցկացնում բայվոյ կոմպլեկտով, հա, զինված։ Հա։ Ես տեղեկություն չունեմ։ Չէ, դրա համար էլ հիմա տեսնում եմ, որ adekvat մարդ եք էլի, այսինքն հասկանում եք ասածների իմաստը, ուզում ենք հասկանանք նաև։ Հիմա որպես քաղաքացի, հիմա որպես պոլիսա, հիմա որպես ինչա, կարևորը դա չի։ Որպես adekvat մարդ, որը գիտակցում է, գոնե կամ գիտակցեց, ասածներից իմաստը ու ուզում ենք պարզենք։ Հիմա այս պետությունն է, թե պետության ոնց որ ասած թղթի վրա են տուալետի թղթի վրա գրված որ ասած տարածքա, ով ինչ ուզում է անում է։ Գիտեք որ էսի պետությունն է։ Չէ, ես օրինակ գիտեմ պետություն չի ու գիտեմ դրա հիմքերն էլ ունեմ, որ այս պետություն չի։ Բայց հիմա եթե պետությունն է, Ես չեմ բռնկվելու էլի, խնդրում եմ ձեր ասածը ասեք, մենք էլ Դե ասում եմ, հիմա ասել եմ, մի րոպե, ասել եմ, որ 4 միլիարդ դոլար Փաշողլու կնգա հաշիվների վրա է, City բանկում։ Սիմոնյան ջան։ Հա, լսում եմ։ Հստակ ձեր պահանջը ձևակերպեք։ Իմ պահանջը ձևակերպումը տված է բազմաթիվ անգամ որևիցե պատասխան չեմ ստացել։ Ասում եք զորավարժությունները։ Հա, ուզում եք իմանանք այդ զորավարժությունները։ Ես լավ լսում եմ։ Հա, զորավարժություններ են անցկացնում բնակելի տարածքների վրա։ Ձեր պահանջը, այսինքն ուզում եք ցանկանում եք իմանալ։ Ինչ։ Ճիշտ եմ։ Հիմա ցես մի հարց տամ, էլի, եթե այդ վերտալյոտ կոչվածը, որ հանգարցակի իր բայվոյ կոմպլեկտով ընկնի այդ բնակելի տարածքների վրա, ինչ կլինի։ Շատ վատ կլինի։ Ահա։ Հիմա դուք դրա վրա չեք անհանգստանում, ես պիտի Իհարկե անհանգստանում ենք, դուք ահազանգել եք արդեն իսկ։ Բա տեսնում ես, ահա, բայց այս միլիցիա կոչվածները, որ սենց մաշնեկով ֆրֆռում են, միլիցիա կոչվածները։ Ոստիկանները։ Չէ, ես ոստիկանություն չեմ տենում, գրածավեր եմ պոլիս։ Դե հիմա եկեք։ Պոլիսի վրա էլ իրականում հասարակական կառույց են, լավ է թողեցիք մի կողմի վրա։ Հիմա նորից եմ ասում, մտնում պտտվում են, մենակ մտածում են ում ոնց բռնեն, ում ոնց ահաբեկեն, հիմա այս վերտալյոտ կոչվածը Սիմոնյան ջան, դուք ձեր խոսակցությունը այլ ուղղությամբ եք տանում։ Ես ձեզ հստակ նորից ասում
ասեմ, ձեր պահանջը այս պահին ասեք, մենք հասկանանք։ Իմ պահանջը նախ Փորձենք խնդիր, այս չէ, ինձ մի րոպե, սպասեք, ինչի մենակ ես եմ ես քաղաքում, ես երկրի վրա քաղաքացի, կենթանի մարդ։ Լուծենք բոլորին օգնելով, լավ։ Ահա։ Ուրեմն մենք նախ ոչ թե պետք է բոլորին օգնելու մասին մտածենք, նախ պետք է մտածենք մեր ազգի, մեր երկրի անվտանգության, մի րոպե, հա, անվտանգության, նրա ամբողջականության, հա, խնդիրներով, ճիշտ է։ Այսինքն սա ոչ միայն իմ խնդիրն է, առաջնայինը ձերն է, որովհետև այսօրվա վրա ուսադիր։ Մենք էլ շնորհակալ ենք ձեզ, որ դուք զանգել եք այս ամեն։ 1500 անգամ զանգել եմ, որովհետև արձագանք չկա։ Պատասխան միջոցառումներ կձեռնարկեն, կպարզվի։ Բայց 4 այդ լավ, այդ 4 իհարկե համոզված եմ, որ արդեն իսկ բարձրացա, ուղղակի ես տեղյակ չեմ, որ ձեզ փոխան։ Այսինքն պարտակում թաքցնում են հանցագործությունը։ Հա, բա ոնց հասկանանք, ոնց գնահատենք։ Ձեզ չեն հələ որ տեղեկացրել։ Բախի չեն, օրինակ զանգում ենք 102 տեղեկանալու համար ինչ ընթացքում է։ Նոր մի 5 րոպե առաջ էլի զանգարեցինք։ 5 րոպե առաջ զանգարել եք, հիմա ուզում եք 5 րոպե։ Չէ, չհասկացաք։ Ասում եմ նորից զանգահարեցի, առաջի անգամ 2 ամիս առաջ, առաջի անգամ այսօր ցերեկն եմ զանգի այդ վերտալյոտը, որ պտտվում էր, անգամ զապիս արեցի, նորից գցեցի մեջի վրա։ Դե շնորհակալ եմ Ռոբերտ ջան, ես կվճշտեմ, ձեզ տեղակ կպահենք, ձեր հետ կկապնվեն։ Բացի դա, ուրեմն մի այլ բան նաև։ Այս 91 թվականի Ալմաթայի հռչակագիր կոչվածով փաստացի արդեն իսկ ամրագրված է եղել մեր արմենական տարածքները որպես գոյություն ունեցող Ադրբեջանի վարչատարածքային միավորներ, Արցախը եւ այլն։ Հա, փաստացի դրա անվան ներքո մեր ՀՀ կոչվածի պետբյուջեն ֆինանսավորել է գոյություն ունեցող Ադրբեջանի, այսինքն մեր թշնամու շահերը եւ նրանց սպասարկել թե ռազմական, թե մեր պետբյուջեի Սիմոնյան ջան, անցել արդեն քաղաքական թեմաներ եք շփում։ Այդ իրավականն է, մի րոպե։ Բա մեր զինծառայողներին, զինապարտներին, ինչի են տարել այդ Արցախ, որը իրենք ամրագրել են Ադրբեջան, տարել ընդեղ որպես վարձկանց զոհաբերելու, սպանելու, գենոցիդի ենթարկելու։ Հիմա դուք այդ հարց եք տալի, թե պրոստը Չէ, խոսում եք։ չէ պրոստը խոսում, ես կոնկրետ դրա մասին ներկայացրել եմ, որից ընթացք չկա։ Շնորհակալ եմ։ Սա հանցագործության մասին հայտարարություն է։ Շնորհակալ եմ ձեզ անզանգի համար, ձեր հետ կկապնվեն, լավ։ Այդ բոլորդ էլ եք ասում, հետո կսկվում եք, փախնում եք, որևէ մեկը չի հայտնվում Ոչ մեկ այլևս։ չի փախնում ձեզանից, ոչ էլ ինչ-որ մեկից Փաստից եմ խոսում, նորից եմ ասում, ներկայացրած արկա փաստաթղթերի հիման վրա, ներողություն։ Բայց ոնց գնահատենք դա, ինչ կարգով գնահատենք։ Ես ասացի, ձեր ասածը կճշտենք, ձեզ տեղակ կպահենք։ Մենակ այդ հարցով Աննայի կոչված է լրբի Չէ, մի րոպե, մենակ այս հարցով չէ։ Մեզի շատ են զանգում հիմա։ Ես էլ եմ զանգել, բա պետության շահերն ենք պաշտպանում։ Ձեզ պետության շահերը չի անհանգստացնում։ Լինի ձեր բոլոր ասածները դիմումով ներկայացրած։ Դիմումով ներկայացրած է, փախնում են բոլորն էլ։ Ահա, դե որ դիմումով ներկայացրել եք ձեր դիմումին։ Ասում եմ դիմումին ներկայացրած է, բոլորն էլ փախնում են։ Ինչ են փախնում։ Հանցակից մասնակից են, թուրքական գործակալներ են, պետական դավաճաններ են։ 2 վայրկյան։ Բա գոռում են, որ հասանելի լինի։ Այսինքն շատ լավ հասանելի է։ Չի որ հասանելի լիներ, ընթացակարգը կտեսնեինք։ Ընթացակարգը դե իհարկե կտեսնեք ձեր դիմումի ընթացակարգը։ Այս տարիներով դրա մասին ներկայացվում է, ինչ է արվել։ Եղավ Սիմոնյան ջան, անպայման կներկայացնեն ձեր դիմումների պատասխանը։ Պատասխանը չէ, ընթացակարգը, գործողությունները, ինձ դրա մասին հեռախոսա վարուհի չեք, ոչ դուք, ոչ էլ ձեր աշխատակից կոչվածները։ Մեզ պետք է գործողություն, այսինքն դուք գումար ինչի համար եք ստանում, ում շահերը պաշտպանեք, Փաշօղլու, Խերժոյի, Ռաուֆի, Քորի, թե ազգի պետության։ Ճիշտ ասած չեմ ճանաչում ձեր ասած մարդը։ Չեք ճանաչում, Փաշօղլին Նիկոլ Փաշինյանն է, Ռաուֆը ինքը Ռոբիկ Քոչարյանն է, Խերժոն ինքը Սերժիկ Նարիմանովն է, Սերժիկ Սարգսյանն է, Քորը ինքը Լևոն Տեր-Պետրոսյան կոչվածն է, Կազբեկն է։ Ռոբերտ, վերջացրեցինք։ Ինչ է։
դեր խոսակցություն։ Ես խոսակցություն չի, հանցագործության մասին հայտարարությունները։ Եղավ։ Ընդունեցինք մենք ձեր հետ։ Հեսա տեսնենք ինչ ընդ, հա, եղավ։ Հիմա անցնենք մեր խնդրո, այս պորնո կոմանդա դուք էլ երևի արդեն իսկ համոզվում եք։ Հիմա անցնենք մեր խնդրո առարկաներին։